Բարև ձեզ։ Ինչպես ասել էի, մեր հաղորդումները կլինեն շատ դինամիկ եւ այսօրվա հաղորդում մենք դուրս եկանք պլեների մեր արվեստանոց մեծերի համար խմբով եւ այսօր նկարում ենք նոյեմբերյանի չքնաղ բնության մեջ, աստվածատուր մեր հրաշք բնության մեջ եւ ուզում եմ այսօր խոսենք մեր հաղորդաշարի անվան հետ կապված, անունը արվեստի ուժն է, որը որ իսկապես արվեստը շատ մեծ ուժ ունի, ժողովուրդ ջան։ Եվ դժբախտաբար այդ ուժը ես արդեն 150 տարի է օգտագործեցին մարդկությունը չսիրող մի մասը կա, որ ամեն բան արեցին, որպեսզի արվեստի ուժը գործածեն իջարս եւ դա եղավ շատ մտածված, պլանավորած եւ քայլ առ քայլ գնացին հասան նրան, որ այսօր պատերազմներ են, արժեզրկել են ամեն բան, ամեն ինչ նյութականացել է եւ նյութով են պայմանավորում այն ամենի ինչ որ գոյություն ունի։ Հենց այս պահին պատերազմներ են ամբողջ աշխարհում տեղի ունենում, որը հենց այնպես չի։ Եվ սրանից մի 100-150 տարի առաջ արտ բիզնեսը մտավ արվեստը, սկսեցին ուրեմն արվեստի միջոցով փող աշխատել, այսպես ասած, բայց ես սկզբից միամիտի նման կարծում էի, որ ուղղակի նպատակը փող աշխատելն է, բայց հետո պարզ դարձավ, այսօր էլ բոլորիս համար տեսանելի է, որ դժբախտաբար խնդիրը միայն դրա մեջ չէ, եւ փող են աշխատում եւ նաեւ սկսեցին թելադրել մշակութային ուղղություններ ու մտածողություններ, արհեստածին ուրեմն ուղղություններ սկսեցին ստեղծել, ֆինանսավորել դա, ծրագրեր անել, իսկ բոլորիս համար հայտնի է, որ արվեստը ծրագրված չի կարող լինել։ Աստվածատուր շնորհ է եւ այդ աստվածատուր շնորհը Աստծուց է գալիս եւ մարդ արարածը չի կարող ինքը իմանալ թե վաղը ինչ պիտի անի։ Եվ գրականության մեջ, եւ երաժշտության մեջ, եւ թատեր արվեստի մեջ, արվեստի բոլոր ճյուղերը օգտագործեցին, որպեսզի թելադրեն վաղվա մշակույթը, որը բերեց հանգեց նրան, որ այլևս խրախուսում է չմշակույթը։ Ես ուզում եմ խոսեմ օրինակ աբստրակցիայի մասին, որ աբստրակտ նկարչությունը դա շատ լուրջ, շատ խորը եւ մեծ ջանքեր պահանջող նկարչական մոտեցում էր։ Իմպրեսիոնիստներից հետո, երբ որ մեջտեղ եկավ կուբիզմ, պոստիմպրեսիոնիզմ, դիվիզիոնիզմ, գիտանկարչություն, այնուհետև կուբիզմ եւ աբստրակցիոնիզմ, որի հիմնադիրը եւ ամենահզորներից մեկը մեր հայրենակից, մեր ազգակից Աշիլ Գորկին էր, որ Ամերիկայում հիմնեց այդ մտածողությունը։ Ահա օգտվելով նրանից, որ դա ոչ պատկերային նկարչություն է ու կարծում են շատ-շատերին վերեցին են համոզման ու պարտադիր չի նկարել սովորել, նկարել իմանալ, որպեսզի աբստրակցիա անել ու անգրագետ մի բանդա, այսպես ասած, լցվեց նկարչության մեջ ու սկսեցին խզբզանքներ անել եւ ներկայացնել, մինչեւ այսօր է այդպես, ներկայացնել որպես աբստրակցիա։ Իսկ աբստրակցիան ինքն իրան շատ լուրջ է, այն իմաստով, որ դա մարդու ներքին զգայական աշխարհը ոչ պատկերային ձևով ներկայացնելն է, այսինքն որ որևէ բանի նման չի։ Ի սկզբանե դա էր միտքը, որ կարողանան այնպես ներկայացնեն, որ զուտ զգայական լինի։ Եվ ահա այդ ուղղությունը սկսեցին ֆինանսավորել եւ բերեցին հասցրեցին այն անհայտությանը, որը ով ինչ խզբզանք ուզես անում է եւ անում դնում աբստրակցիա, բայց պրոֆեսիոնալ աչքան միջապես կարողանում է տարբերել
դա այդ այսպես կոչված նկարիչը նկարել գիտի թե չգիտի, որովհետև աբստրակցիան հենց այնպես տեղից չի ծնվում, դու նախ պետք է նկարել իմանաս, գույնը հասկանաս, ինչ բան է գույնը, ինչ բան է գիծը, այնուհետև կամաց գնաս այն մոտեցմանը, որը որ ներկայացնում են որպես նկարչություն։ Եվ սկսեցին աշխատել նաև այն խնդիրների շուրջ, որ գոյություն չունենան անհատականություններ, որովհետև անհատականությունները կարող էին եւ թելադրող լինել եւ այդպես եղել է, որովհետև մարդիկ լսում էին անհատականություններին, որոնք որ իրանից քշիր էին ներկայացնում։ Եվ ամեն բան արեցին եւ շարունակում են անել, որ անհատականություններ մարդիկ չճանաչեն, ասենք Հոլիվուդի աստղերից զատ ուրիշ բան չճանաչեն եւ այդ աստղերն էլ, որ իրանք ներկայացնում են, դրանք լրիվ իրենց կոնտրոլի տակ է։ Անկեղծ պիտի ասեմ, որ որևէ մեկը երբ որ համարձակվում է, որ մտածել այնպես, ինչպես որ իրանք չեն թելադրում, նրանք լուրջ խնդիրների առաջ են կանգնում։ Դրա հիանալի օրինակն է Մել Գիբսոնը, օրինակ, Մել Գիբսոնը հրաժարվեց այդ խայտարակությունից եւ խեղճ մարդուն նույնիսկ հոգեբուժարան վարկեցրին, ներկայացնելով, որ ինքը նորմալ մարդ չի, դրա համար այդպես։ Հիմա մեր խնդիրը նա է, որ մենք մեզանով, մենք հիմնեցինք մեր այս արվեստանոցը, արվեստանոց մեծերի համար, մենք մեզանով կարողանանք մեր կարացածի չափով դիմակայել, գոնե մեր ժողովրդին, մեր շրջապատում գտնվող մարդկանց հնարավորին չափ տեղեկացնենք եւ փորձենք տանել դեպի առողջ մշակույթը, առողջ արվեստը, որ եթե առողջ մշակույթը իսկապես լրջություն ունենա, նա իսկապես շատ ծանրակշիռ ուժ է իրենից ներկայացնում։ Եվ քաղաքականությունը մշակութային քաղաքականությունը դա անշրջելի քաղաքականություն է, երբ որ մարդու մեջ հոգևորն է զարգացնում, տանում ես մարդկանց դեպի առ Աստված, ինքդ որպես ստեղծագործող գնում ես դեպի Աստծո գեղեցիկ լույսը։ Եվ մենք բարբերաբար ուրեմն այցելություններ կանենք մեր չքնաղ աստվածադուր բնության մեջ, համատեղ կստեղծագործենք, կունենանք նաև հյուրեր, շատ հետաքրքիր է, որ նաև իրենց կարծիքը ունենանք, եւ ընդամենը 3 մենք ունեցանք մեր արվեստանոցում հյուր բոլորիս համար շատ ճանաչված եւ սիրելի Կարեն Քոչարյանը, որը քաղաքական վերլուծաբան է եւ շատ հետաքրքիր մտածող մարդ, դասախոսություն կարդաց մեր դասից առաջ եւ կարծում եմ բոլորի համար շատ հաճելի էր եւ բավականին հետաքրքիր էր։ Ես պիտի մի բանի նկատմամբ ուշադրություն հրավիրեմ ձեր, որ մի նայեք մեր տեխնիկական հնարավորության սղությանը, որ պրոֆեսիոնալ չի, ասենք կամերան կամ չգիտեմ մնացյալ բաները, մենք մեր ունեցած հնարավորության մեջ պետք է փորձենք անել առավելագույնը, ավելի լավ կանեք դուք ուշադրություն դարձնել բովանդակության վրա, այն ինչի մասին մենք խոսում ենք։ Դժբախտաբար այսօր ֆինանսավորում եւ առաջնորդվում եւ ծրագրավորում են այն ուղղություններ, այն մտածողությունները, որոնք որ հակադրվում են գեղեցիկին։ Դժվար բան եմ ասում, ծանր բան եմ ասում, բայց դա է ճշմարտությունը։ Պիտի փորձենք տեսնել, կարողանանք տեսնել ճշմարիտը, գեղեցիկը, որն է լավ, որը վատ։ Մեզ այնքան են հեռացրել, որ նույնիսկ չենք կարողանում հասկանալ, սա լավ էր թե վատ էր։ Արդեն մենք տարանջատում ենք անում վատից վատը, ավելի վատը ոնց որ մի պակաս վատը, բայց չէ որ կա լավը եւ շատ մեծ, շատ գեղեցիկ։ Ու ես անընդհատ հիշում եմ Աստվածաշնչային այն խոսքը, որ ասում է. եթե ձեր քաղաքում մեկը լիներ, Սոդոմ Գոմորի մասին է խոսքը, որ հավատ ունենար, ես չէի քանդի այդ քաղաքը։ Հիմա ականջալու լինենք այդ ամեն ինչին եւ ամեն մեկս մեր բաժին հավատը, մեր բաժին սերը փորձենք ամուր պահել եւ փորձենք փոխանցել նաեւ մեր սիրելի մարդկանց, որ իսկապես շատ սիրելի են։ Հիմա մենք մեր հաղորդման ընթացքում նաեւ կադրեր կդնենք մեր
այս պլեներից, դրսի նկարչությունից, որը Աստված շռայլորեն տվել եւ հետաքրքիր մեկ մառախուղ, մեկ արև, մեկ չգիտեմ ինչ հրաշք, ուղակի հրաշք է, ժողովուրդ ջան, սիրենք մեր աշխարհը, սիրենք մեր բնությունը ու ապրենք իրարով, իրար լրացնելով, իրար օգնելով, իրար թևոթիկունք լինելով, բավականայար քննադատելով ապրեցինք, բերեք իրար սիրելով շարունակենք ապրել։ Այսօրվա համար այսքանն էի ուզում ասեի, կհանդիպենք եւ հուսամ որ գնալով մեր հաղորդումները կդառնան շատ ավելի հետաքրքիր ու ավելի բովանդակալից։ Առայժմ